Սիրելի հետևորդներ, այսօր համեղ ջեռեփուկ եմ պատրաստում բանջարեղենով, կարտոֆիլով, աղացած մսով, այրո ջեռոցում։ Առաջին անգամ եմ պատրաստում, փորձարկում է, տեսնենք ինչպես կստացվի։ Այստեղ աղացած միս է, որի մեջ ավելացրել եմ կանաչի, կարագ, համեմունքներ եւ խաշած բրինձ, ինչպես նաեւ աղ։ Հիմա կպատրաստեմ փոքրիկ կոլոլակներ։ Կոլոլակները մի փոքր կտափակացնեմ եւ շարունակությունը կտեսնեք հնդածս։ Այստեղ, ինչպես տեսնում եք, բանջարեղեն է, կարտոֆիլ նորելուկ, որը լավ լվացված է, կեղևազրկված չէ, սող, լոլիկ, կանաչ, թարմ պղպեղ, բոլոր բաղադրիչները պետք է համաչափ լինեն։ Հիմա կպատրաստեմ կոլոլակ գնդիկները, կբաժանեմ բանջարեղենը հավասար մասերի, ձեզ ցույց կտամ, այս ամենը պատրաստելու ենք այրո ջեռոցում, սիրելի բարեկամներ։ Ընկերներ ջան, ամեն ինչ պատրաստեցի, միսը վերածեցի գնդիկների, կտրատեցի բանջարեղենը, ինչպես տեսնում եք, կարտոֆիլ, լոլիկ, սող, պղպեղ, հիմա ձեռքս կթրջեմ եւ միսը, ահա այսպես կտափակացնեմ։ Ինչի համար է հարկավոր մսի տափակեցումը, որովհետև մսի վրա դնելու եմ ահա այսպես կարտոֆիլի մի շերտ, սող, լոլիկ, պղպեղ եւ նորից միս։ Եվ այս վիճակում կտեղափոխեմ ջեռոցի թիթեղի մեջ։ Հիմա ձեզ ցույց կտամ։ Այսպես ընկերներ ջան, հիմա բոլոր բանջարեղենով կպատրաստեմ ու ձեզ ցույց կտամ։ Ահա այսպես, մինչև վերջանան իմ բոլոր բաղադրիչները։ Ահա այսպես, սիրելի բարեկամներ, հերթականությամբ շարեցի միսը, բանջարեղենը, հիմա դնում եմ այրոգրիլի մեջ մոտավորապես 15-ից 20 րոպե։ Բա չեք ասում, Միլա ջան, բանջարեղենի վրա աղ չես անում։ Հիմա աշխատում եմ աղ անել միայն բանջարեղենի վրա, որովհետև միսն արդեն համեմված էր։ Այսպես աղ եմ անում, ինչպես տեսակ, միայն բանջարեղենի։ Եվ ահա այսպես յուղ ցողիչով ցողում մի քիչ, ահա այսպես մի քիչ յուղ ենք ցողում բանջարեղենի վրա, մսի վրա եւ տեղափոխում ջեռոց, սիրելիներ։ Շատ պետք չի։ Ես օգտագործում եմ ձիթապտղի յուղ։ Վերջ։ Տեսեք ինչքան գեղեցիկ է տեսքը, պատրաստելուց հետո եւս գեղեցիկ կլինի։ Ահա այսպես, 200 աստիճանի տակ դրեցի, սիրելիները, 40 րոպեից հետո պատրաստ կլինի։ Ցույց է տալիս այրո ջեռոցը 40 րոպե, բայց ինձ համար 40 րոպեն շատ է, ընթացքում կհասկանամ։ Արձագանքեց այրո ջեռոցը, դա նշանակում է, որ ուտեստը պատրաստ է։ Խնդրեմ սիրելիներ, հիմա հանենք։ Ահա մեր ջեռեփուկի տեսքը, հենց այրո ջեռոցի ամանի մեջ, ինչքան հաճելի է, չէ՞։ Տեսեք, եւ բանջարեղենն է եփված, եւ միսն է կարմրել։ Բարի անխորժակ բոլոր նրանց, ովքեր կպատրաստեն ու կվայելեն։ Այսպես կարող եք պատրաստել նաեւ ջեռոցում։ Սա էլ այսպես, սիրելիներ, բարի անխորժակ բոլոր նրանց, ովքեր կփորձեն ու կպատրաստեն այս համովությունից, եւ ահա այսպես։